2500 մետր բարձրության վրա ձյան-հաստ շերտով ծածկված Հատիսի գագաթին կառուցվող Հիսուս Քրիստոսի արձան համալիրի շինարարությունն ակտիվ փուլում է։ Գագիկ Ծառուկյանը հետևում է աշխատանքների ընթացքին, ցուցումներ տալիս շինարարներին։ Սա զալիվ եք լցել եք։ Հա, զալիվ եք լցա, բանալով եք լցել։ Շինաշխատանքների ընթացքին ծանոթանալուց հետո Գագիկ Ծառուկյանը դիմավորում է ասորական համայնքի ներկայացուցիչներին։ Այս տարվա առաջին կամավորները հենց նրանք են։ Ես ինչ որ ձեզ խոսք էի տվել, հիմա վերևը սպասում են, բարձացեք, մի հատ քար կդնեք, այնտեղ մի կտոր լաղված կիսեք իրար հետ, թող ձեր բոլորի նպատակները իրականություն դառնա։ Շնորհակալություն շատ պարոն Ծառուկյան։ Ոնց որ խոսք էի տվել, որ առաջինը ասորիներն է լինելու, այնպես էլ կատարեցինք։ Հիմա ձեզից հետո արդեն ճանապարհները բաց են, բոլոր ցանկացողները կարան գան։ Մերսի շատ պարոն Ծառուկյան։ Հիշեցնենք, որ համազգային նախաձեռնության մասնակիցը դառնալու ցանկության մասին ասորիները Գագիկ Ծառուկյանին մեկ ամիս առաջ վերին դվինում էին հայտնել։ Ունենք մի հատ խնդրանք, որ ուզում ենք մեր գյուղի երիտասարդներով այցելենք Հատիս լեռը ձեր ուղեկցությունով եւ ունենանք մի փոքր ներդրում մեր կողմից, եթե դա հնարավոր է։ Ուրեմն ձեր բոլորին խոստանում եմ, առաջի այցելությունը ասորի ժողովուրդ հետ լինելու։ Կարճ ժամանակ հետո ցանկությունն իրականություն է դառնում։ Վերածննդի եւ ներքին համերաշխության գաղափարն այս ընթացքում հազարավոր մարդկանց է միավորել։ Պատահական չէ, որ մոտ մեկ դար հայ ժողովրդի կողքին ապրող ավանդապաշտ ու քրիստոնյա ասորիները նույնպես դառնում են Փրկչի արձանի կառուցման մասնակիցը։ Արդեն հազարավոր մեր հայրենակիցներ եկել են եւ մասնակցել կամավորական աշխատանքներին։ Շաղախ լցրել, քար դրել, որպեսզի տարիներ հետո իրենց թոռներին եւ ինչու ոչ նաեւ ծոռներին ունենան հնարավորություն պատմելու, որ այս մեգա նախագծի իրականացման հիմքում կանգնած են նաև իրենք։ Կամավորները նախ շրջում են Հատիսի գագաթին, ծանոթանում կատարված լայնածավալ շինաշխատանքներին։ Չնայած եղանակային պայմաններին, աշխատանքը չի դադարել անգամ ձմռանը։ Թանգարանի ներսում ասորի կամավորները նախ ծանոթանում են Քրիստոսի աշխարհում ամենաբարձր արձանի նախագծին, այնուհետև միանում շինարարական աշխատանքներին։ Սա դարերով մնայուն, պատմական ու սերնդեսերունդ փոխանցվող հզոր գործ է, ասում են շինաշխատանքներին միացած կամավորները ու պատմում տպավորությունների մասին։ Տպավորությունները եթե անկեղծ աննկարագրելի են, որովհետև այլ բանը տեսնել համացանցով կամ հեռուստատեսությամբ եւ ընդհանրապես այլ բանը գալ տեղում տեսնել այս ամեն ինչը, այս ահռելի նախագիծը։ Պարոն Ծառուկյանից շատ գոհ շնորհակալ ենք թե ընդունելության, թե հրավերքի համար։ Ուժեղ, հզոր, հայրենասեր ու ամենակարևորը իր կրոնը, իր ազգությունը չուրացող, այդ ամեն ինչ ամբողջ աշխարհին փոխանցող, այդ ամեն ինչին նպաստող, զարգացնող հզոր մարդ է։ Քանի որ միայն հզոր մարդը կարող է ասենց հզոր նախագիծ ձեռնարկի ու իրականացնի։ Ասորիների ոգևորությունը մեծ է, ասում են յուրաքանչյուր քրիստոնյա պետք է սիրով ու նպատակով միանա համազգային այս կառույցի շինաշխատանքներին։ Շատ ուզիչ է կարելի ասել, որովհետև Հայաստանում նման արձան կառուցելը դա մեծ պատիվ է մեր երկրի համար։ Շատ շնորհակալ եմ Գագիկ Ծառուկյանին, որ չմերժեց։ Ես գիտեի, որ չի մերժի, դրա համար դիմեցի եւ կազմակերպեց այս հրաշալի օրը եւ մասնակցեցինք աշխատանքներ իրականացրեցինք, կառուցման ունեցանք մեր ներդրումը։ Շատ ուրախ եմ, որ մենք էլ մասնակցեցինք այդ պատմական գործին։ Ինձ շատ դուր եկավ, շատ սիրուն էր, շատ տպավորված եմ, զգացմունքներս անբացատրելի են։ Շնորհակալ ենք Գագիկ Ծառուկյանից, որ մեր խնդրանքը չմերժեց, ինքը մեզի դիմավորեց, այդ էլ շատ ողջունելի, մենք շատ տպավորված ենք թե իր տարված աշխատանքներով, թե իր որպես մարդ լինելով։ Պարտավոր ենք սիրել էլի բարի կամեցող մարդուն, բարեգործություններ կատարող մարդուն, ով ազգի կողը միշտ կանգնած է։ Տրվում է Յակով Լևարմանին առայն, որ նա մասնակցել է Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարական աշխատանքներին։
Ավանդույթի համաձայն հատից բարձրացող կամավորները առանց հյուրասիրության ու աղուհացի չեն հեռանում։ Խորհրդանշական վայրում մեկ սեղանի շուրջ հավաքվելն ու մի կտոր հաց կիսելը միասնության խորհուրդ ունի։ Թռչնի թռիչքի բարձրության վրա նաև երիտասարդների կատարմամբ ասորական հնչյուններն են տարածվում։ Մարդիկ խորհրդանշական այս վայր այցելում են հույսով, հավատով ու վստահությամբ, որ Քրիստոսի արձանը միասնության, վերելքի ու նոր հաղթանակների խորհրդանիշն է դառնալու։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։